Բարև ձեզ, իմ սիրելի հետևորդներ եւ ալիքի հյուրեր։ Իմ հետևորդներից ոմանք ասում են, որ ձեզ չենք տեսնում, դա վատ է։ Հիմա ես ինձ ցույց եմ տալի, չնայած ես ունեմ տեսահոլովակներ, որտեղ լրիվությամբ երևում եմ։ Այսքանը իմ մասը, ժողովուրդ ջան։ Այսօրվա թեման լինելու է փոշեկուլների մասին։ Այս եղանի վրա դուք տեսեք փոշեկուլները։ Ես անունը չեմ ասի, որովհետև չդառնա որ ես գովազդ եմ անում, դուք ուշադիր նայեք, գրված է, ուշադիր տեսեք ինչ է գրված այստեղ։ Կա կողքը դրված մեկ ուրիշ, խնդրեմ, փոշեկուլ։ Սա նույնի շարունակությունն է, այս մեկը նույնի շարունակությունն է։ Շատ շատերը կունենաք նման կամ մեկ այլ տիպի փոշեկուլ։ Ինչի համար եմ ես տեսանյութը անում։ Այս սրանք եւ նմանատիպ բոլոր փոշեկուլները, փոշեցծիչները, պիլասոսները մարդկոցային են, այսինքն 220 վոլտով չեն աշխատում, այլ աշխատում են մարդկոցներով։ 18 կամ 24 կամ 20 վոլտի մարդկոցներով։ Խնդիրը որն է, տեսեք, այս սրա մասին է հիմնականում, ես ցույց տվեցի, դուք արդեն գիտեք ինչ ֆիրմա է։ Այս մասը ինժեներական սխալ լուծում է տված։ Հիմա սա պետք է բացվի, տեսնում եք, ջարդվել է, որովհետև սա պետք ինքը աշխատում է որպես պետիա, ծխնի, մի քանի անգամից նա ջարդվում է։ Եվ պետք է բացենք ու քաշենք, ու խոզանակը դուրս գար։ Հիմա ես խոզանակը հանում եմ։ Տեսեք, պետք է այս ձևով սա որպես ծխնի աշխատում, բացում է, ձգում եմ վերև։ Պլաստմասը շատ բարակ մաս ունի, ինքը ընդամենը երևի 0.7 մմ, մի քանի անգամից նա ջարդվում է, ովքեր ունեն այս նույն փոշեկուլից 100%-ով նույն վիճակին է։ Հիմա սա հանում ենք այսով։ Մոտիկից եմ ցույց տալի։ Տեսեք, սա ծալվում է, բացում եք, ձգում եք վերև ու պոկում է։ Հիմա ես մտածել եմ երկու տարբերակ։ Մնացեք մինչև վերջ, որպեսզի տեսնենք երկու տարբերակներ ինչ եմ առաջարկում նման դեպքերում, եթե ունեք նույն փոշեկուլից։ Առաջին տարբերակը վերցրել եմ կաշի, մաքուր կաշի, նույն ձևով կտրել եմ այս վիճակով, ոնց շաբլոն։ Հիմա սա պետք է ամրացնեմ այս պլաստմասայի մասերի վրա։ Վերցնում եք ինչ-որ մի ժեշտ, պահածոյի ժեշտ, կամ ինչ-որ մեկ այլ, բարակ, մինչև 1 մմ հեռացության, որպեսզի հեշտ լինի աշխատելը, ծալում եք, երկու տակ ծալում եք, որպեսզի աշխատելու ժամանակ կաշին չկտրվի։ Հիմա ես կձգեմ, ձեզ ցույց կտամ։ Ինչ եմ անում։ Այս ձևով ձգում ենք, այս վնտերի գլուխները մի փոքր խազուսով կամբիացնում ենք էլեկտրական սարք, մաշեցնում եք, որպեսզի հետագայում հատակին չքսվի։ Այսօր ձգում ենք, պինգ։ Այս մասը երկու տակ ծալել եմ, որպեսզի սուր մաս չլինի ու չկտրվի կաշին։ Սա շատ ավելի երկար կաշխատի, քան թե իրենց արտադրանքը որ սարքել են, բայց երկրորդ տարբերակը շատ ավելի լավն է, նայեք ցույց կտամ։ Նույն ձևով անցքեր ենք բացում կաշի վրա, երկու տեղից ձգում ենք այս մասը։ Այս ներքևի մասում նորից անցքեր ենք բացում, երկու տեղ, այս պլաստմասայի մեջ ձգում ենք նորից երկու պտուտակներով։ Հայրերի պտուտակ, փոքր վինտերով։ Ձգեցինք։ Այս մասը կարելի է սոսնձել, կաշվի սոսնձով կամ մեկ այլ սոսնձով, որ լավ կպնում է և պլաստմասը և կաշվի հետ, այսով կարելի է սոսնձել, բայց հիմա ես երկար դեպի մինչև չորանալ է, ես այլ ձևով եմ անում, վերցնում եմ այսինքն փոքր մեխեր, շատ փոքր կարճ մեխեր, մի երկու տեղից ամրացնում եմ, վերցնում եմ մեխը, դնում եմ ճիշտ ասած հայերեն մոռանում եմ սրանն ինչ է, շայբա ինչ են ասում հայերեն,
եւ այս եւ մեխում եմ։ Դե դուք ժամանակ շատ կունենաք, իհարկե կարող եք սոսնձով անել, բայց ես հիմա արդեն այսով հավաքեցինք։ Իհարկե կարելի է սև գույնի ներգով ներկել, որպեսզի չերևա, բայց չի խանգարի սա։ Հիմա հավաքում ենք սա։ Վերցնում ենք։ Դնում ենք իր տեղը։ Այս մասը մտցնում ենք։ Okay. Վերջ, հավաքեցինք։ Հիմա ենթադրենք, ուզում ենք հանենք, քաշում ենք և արդեն դուրս է գալիս չոտքը։ Այս ձևով։ Սա այնքան էլ դուրս չի գալիս ինձ զննում կողքի, բայց ավելի լավ է, քան թե իր եղած վիճակը։ Երկրորդ տարբերակը վերցնում ենք մետաղի այլ, տեսեք, նման ես ունեի ուղղակի օգտագործում եմ նման դետալ է սա, մեջը հանած է ռեզբա 8 մմ ռեզբա, տեսեք, ցույց եմ տալիս։ Դա ինչ որ մեքենայի մասերից է երևի, ես մի հատ էլ կա։ Այդ դետալը ես ագաժները ուղղել եմ, ես ձեզ ցույց կտամ։ Ինչ եմ արել վերցրել, դետալը որտեղ արդեն բավականին գործարված է, ռեզբեն քաշած է եւ այլ։ Այստեղ երկու անցք եմ արել, լրացուցիչ։ Այս վնտի վրա, մեջտեղի մասում 4 մմ-անոց գայլի գոնով, սվերլոյով անցք եմ արել, խորությունը մոտավորապես 5 մմ, 5-6 ինչքան կարող է, կենտրոնական մասում ես երևում է։ Դրանց հետո վերցնում եմ զսպանակ, փափուկ աշխատող զսպանակ ու սա ձգում եմ իր տեղը։ Ձգում ենք։ Եթե դուք կճարեք նման դետալներ շատ լավ, տեսեք շուր է դված է շուրթերը, որ ռեզբայի տեղը շատ լինի։ Եթե գճարեք շատ լավ, եթե չեք ճարի մեկ այլ դետալ երկաթ, օրինակ նման երկաթ կարող եք կտրել, երկու անցք անեք եւ մեջը ռեզբա գանեք այս տիպի գործիքներով։ Այս գործիքներով 8-նոց, 6-նոց ինչ որ կուզենաք դուք։ Դրանից հետո հիմա հավաքում ենք։ Այս մասը արդեն դնում ենք, երկու տեղից անցք եմ արել ես ու ձգում ենք։ Շատ լավ ձգվում են այս վինտերով, շուրուկներով, պլաստմասայի մեջ։ Հիմա ես ձգում եմ, դուք կտեսնեք։ Այս ձևը շատ ավելի վստահելի է և շատ ավելի ամուր, քան թե այն մեկը։ Ցանկացած տեղում ձգում եք շատ ամուր։ Այս խոզանակը արդեն բերել ենք կենտրոն, տեսեք, ու պտտվում է։ Խոզանակը պտտվում է։ Հիմա մենք կարող ենք հոսանքով փորձենք։ Հա, մի բան չմոռանամ ասեմ, այս թաթի մեջ, այս մասում դրված է նման շարժիչ։ Եթե խոզանակը շատ իր վրա հավաքում է թել, շատ է կեղտովում, մազ եւ այլն, սկսում է լրվել, չի պտտվում։ Եվ երկար ժամկետ նման ձև աշխատեցնելու ժամանակ այս շարժիչի չոտքերը, խոզանակները կարող են այրվել, կամ փոքր ածուխիկները, կամ էլ կարող է պարզապես ռոտորով այրվի։ Դրա համար հաճախակի պետք է սա մաքրենք։ Հանում ենք, մաքրում ենք։ Հիմա այսով կտեսնենք, թե ինչ ձև է պտտվում, պտտվում է, նորմալ։ Հիմա փորձում ենք միացնենք լարում,
Պլյուսը սա է։ Միասին ենք լարում ու տեսնենք կաշկատի թե չէ։ Ես վերցել եմ մարդկոց 12-13 վոլտ լարում ունի, հիմա փորձում ենք, ապա պետք է նայենք նշված է պլյուս, մինուս, հիմա ես փորձում եմ ուղղակի ցույց տալու համար, հետո միասին իրար սարքին կաշկատեցնենք։ Հիմա պետք է խոզանակը շատ հանգիստ դրվի։ Խնդրեմ, այս սիստեմը շատ լավ աշխատեց։ Սա կարելի հետագայում փչել, սև գույնի ու ոչ մի բան չի երևա, շատ ավելի հեշտ է սրան աշխատելը կամ հիմա թուլացնում եմ ու հանում եմ, թուլացնում եք հանում եք, հիմա պետք է նրա այս փորձարկեմ, հետո ձեզ ցույց կտամ։ Այս սրանք էլ որ դրված են սրանք, պտտվող են, սրանք արանքները հավաքում թել, մազ, սրանք են լրում, բոլորը սրանք հանով են, կարող եք հանել, մաքրել, նորից տեղադրել մեջը։ Իսկ ինչ վերաբերվում է առանցկակալին, այս մասում կա առանցկակալ պատշերնիկ, հեսա։ Յուղել պետք չի, սրանք իրենք հերմետիկ փակ են, ինչքան շատ յուղեք, այնքան շատ վերեն կհավաքվի կեղտը, փոշին եւ այլն դժվար կաշխատի։ Հիմա սա տեղադրում եմ ես իր Հիմա արդեն հավաքել եմ փոշեկուլը, փորձարկում ենք աշխատանքը։ Ես կոնկրետ ցույց տվեցի, խոսեցի հենց այս փոշեկուլը, բայց բոլոր փոշեկուլներն էլ ունեն նույն պրինցիպը։ Օրինակ սրա մոտ ինժեներական լուծումը շատ ավելի լավն է, քան այն մեկի մոտ։ Սրա մոտ խոզանակը սրանք բարձրացնում են վերև, այստեղ, հետո հանվում է սա, հետո նոր այստեղով այստեղից բարձրացնում վերև եւ խոզանակը հանվում։ Շատ ավելի լավն է, քան թե մեկի լուծումը։ Ժողովուրդ ջան, ինձ թվում է բարձ էր, եթե հավանեցիք, վերեք ձեր լայքերը, բաժանորդագրվեք իմ YouTube-յան ալիքին։ Ձեզ հետ է Բորիս Խանբեգյանը, բարին ընդ ձեզ։ Եթե հարցեր կունենաք, գրեք կոմենտներում, մեծ սիրով կպատասխանեմ։ Ձեզ հետ է Բորիս Խանբեգյանը, եղեք առողջ, ցտեսություն։